Սրբազան հայրեր, նախ ուրախ եմ ձեզ տեսնելու համար եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սկզբունքային դիրքորոշման համար, որ դուք այսօր արտահայտել եք հրապարակային կերպով։ Առաջին հայացքից կարծես ամեն ինչ կարգին է, բայց Փաշինյանի կողմից հրավիրված հոգևորականների կազմը փոքրիկ հարցերի տեղ այնուամենայնիվ թողնում է։ Բայց չհասկացա, հոգևորականը Bentley ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն է բառի համար, այդ իրանց ընկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ով ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Ասենք դուք ում եք ներկայացնում, դուք Հիսուս Քրիստոսին, հələ մի հատ մեզ են ասում, ներ։ Դուք ձեզ հայելու մեջ տեսել եք ընդհանրապես։ Հիշենք հայտնի Bentley-ին օֆշորային սկանդալը եւ այլն։ Եվ հանկարծ նա հայտնվում է եկեղեցական բարեփոխումներ իրականացնողների ավանգարդում։ Փորձագետներից մեկի կիսակատակ զարմանքը իրավիճակը լավագույնս է բնութագրում։ Արդյոք նման կազմով բարեփոխումների հայտ ներկայացնելով Փաշինյանի նպատակը հենց այն չէ, որ ազգովի խնդրենք իրեն Գարեգին երկրորդին իր գահին հանգիստ թողնել։ Տեղին է նաև սնուցող մայրերի խորհուրդը հիշեցնել տունը մաքրելը ճիշտ է վերևի հարկից սկսել ու սկսելուց առաջ էլ գոնե ավելը թափ տա մաքրել։ Բայց քանի որ մեջբերումներից խոսեցի, եւս մեկ մեջբերում հիշեցնեմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրի պատգամավորներից մեկից։ Սրբազանները չեն դատվել, որովհետև այդ սրբազանները իրանց ջեբի սրբազաններն են։ Բավարարից է պատասխանը։ Մարդիկ ամբողջ օրը իրանց կնունքներից, իրանց տված Bentley-ներից դուրս չեն եկել, այ քեզ այդ ով պետքա դատե։ Լսեք, նախկինում ով պետքա դատեր։ Հիմա ո՞րն է ջեբի սրբազանի ու սկզբունքային սրբազանի էական տարբերությունը, մանավանդ ինչպես իրավունք ունենք կասկածել, երկու դեպքում էլ խոսքը նույն անձնավորություններին կարող է վերաբերել։